Ով կդառնա Գյումրիի քաղաքապետ, հենց սա է արտահերթ ընտրություններից հետո ամենաինտրիգային հարցը նախորդ տարվա հոկտեմբերից ավականիչ ունեցող հանրապետության երկրորդ քաղաքում։ Քաղաքական հարցերի մեջ չեմ կարող մտնել, բայց սխալ ինչ է, ասենք անցել է մարդը նորից փորձենք։ Զենայի քաղաքացիական անձներ։ Շատ կներեք, ես ընդհանրապես չեմ էր տանտրությունն ու ով էլ ընտրվի ինձ համար մեկ է։ Նորընտիր ավականու առաջին նիստին ապրիլի 16-ին բաց կլինի ընդդիմության միասնական թեկնածու Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ կընտրվի Գյումրիի քաղաքապետ։ Մինչ այդ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում պատրաստվում են մանդատներ հասնել արտահերթ ընտրություններում անցողիկ շեմն հաղթահարած ու ավականու կազմում ընդգրկված 5 քաղաքական ուժերի ավականու 33 անդամներին։ Հանձնաժողովի նախագահը անձամբ է մանդատներին փակցնում ավականու նորընտիր անդամների լուսանկարները, քաղաքացիական պայմանագրի լիազոր ներկայացուցիչը միայն վերջին պահին է լուսանկարները փոխանցում հանձնաժողովին, 50+1 ձայն հավաքելու ակնկալիքով ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժի 14 մանդատները դեռ հանձնման պատրաստ չեն։ Ուղղակի լուսանկարները կար, որ ուշ էին բերել, չէինք հասցրել կպցնեին, այնտեղ մանդատները կա մեր քաղաքը Տաշինքի մանդատները, իմ հզոր համայնքի մանդատները, Մայր Հայաստանի, իրենք կարող են այսօր օրվա ընթացքում կամ վաղը կամ վերցնեն, կարևորը մեր արձանագրությունն է, որ մենք ունենք տալիս մանդատ։ Մինչ մանդատների հանձնումը հանձնաժողովը քննարկեց ինքնաբացարկ հայտնած ավականու 2 անդամների դիմումները։ Իմ հզոր համայն կուսակցությունից ընտրություններից անմիջապես հետո ինքնաբացարկ է հայտնել գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանը, իսկ 3 ավականու մանդատից հրաժարվել էր մեր քաղաքը Դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը։ Մենք սպասում ենք բոլոր դիմումները լիներ, որ միանգամից մեկ նիստով բոլոր ինքնաբացարկները ընդունեինք։ Մանդատները բաշխելիս մի քանի քաղաքական ուժերի դեպքում առաջին տասնյակում ընդգրկված տեխնացուների հերթականությունը ստիպված են եղել խախտել։ Այսպես ավականիում ապահովել են գենդերային հավասարության 30%-ի պարտադիր պահանջը։ 3 կուսակցությունում այդպիսի եղավ, ուրեմն 14 մանդատից քաղաքացիական պայմանագիր կուսակցության 14-րդ մանդատը տրամադրվեց ոչ թե 14-րդ համարին, այլ 15-րդ կին տեխնացուին, որ 30%-ը ապահովված լինի, նույնը կատարվեց կոմունիստական կուսակցության հետ, 8-րդ համարի փոխարեն մանդատ ստացավ կին տեխնացուն 9-րդ համարը եւ Մայր Հայաստան Դաշինքի, քանի որ երկու մանդատ ունեին, իրենց 3-րդ համարը նույնպես ստացավ մանդատ, այսինքն այնտեղ իրանց մոտ եղավ 50-50։ Չնայած թեժ ընտրապայքարին քաղաքական ուժերը մանդատներ վերցնելու հարցում չէին շտապում։ Առաջինը ընտրատարածքային հանձնաժողովից հասանելիք 8 մանդատները ստացավ, ընդդիմադիր ուժերից ամենաշատ քվեները ստացած կոմունիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչը։ Մյուս քաղաքական ուժերը նախընտրեցին մանդատները ստանալ առանց լրագրողների ներկայության։ Մանդատները, եղով 8 մանդատ, շնորհավորում Իսկ ավականու 33 անդամներից ով է ամենատարեցը եւ ըստ օրենքի ով է վարելու ավականու առաջին նիստը։ Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը միայն ավականիների նկարներին նայելով է հայտարարում ամենատարեց ավականու անդամի անունը։ Ժողովուրդ ջան, պետք է լրիվ ցուցակները նայեմ, ես տարեթվերը նայեմ։ Եթե Սուսաննա Մկրտչյանը մնար, ինքն էր ամենատարեցը, բայց հիմի այդքան չենք բանարել, բայց ըստ երևույթի ես նայելով դեմքերին նայելով ուղղակի ես բանարեցի, կարող է շատ մեծ հավանականությամբ Հովհաննես Գևորգյանը լինի։ Հետո ճշտեցին ու համոզվեցին, որ նկարները խաբուսիկ են։ Ավականիում ամենատարեցը ծննդյան ամիսներով կոմկուսի առաջնորդ Վարդան Ղուկասյանն է։ Ավականու առաջին նիստն էլ կվարի հենց Գյումրիին նախկին քաղաքապետը։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։